տեղի են ունենում մաքրման process-ները տեղի են ունենում ցերեկները, այս մաքսիմալ պիկերն են, թե մթնոլորտը ուր է մինչև հասնում 3000 մետր, 3500 մետր։ 1000 ներողություն, էլի մի ճշտող հարց տամ, էլի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում ես վերջին ասվածի վերաբերյալ, որ գիշերային ժամերին նույնիսկ, երբ այս սեզոնին մթնոլորտը առաստաղը իջած է եւ կոնցենտրացիան բարձր է, գիշերային ժամերին նույնիսկ այն ժամերին, որ ավտոմեքենաներ չկան, ակտիվություն չկա, շինարարություն չկա, այդ ժամերին չի մաքրվում օդը, այսինքն ինքը մնում է հենց այդ վիճակում վատ ցուցանիշներով։ Քանի որ սահմանային շերտը ցածր է, քամիները էֆեկտիվ չեն։ Ինքը էլի մաքրման process տեղի ունենում, եթե մթնոլորտում, ասենք, ցիկլոնա օրինակի համար ֆրոնտա գալի դեպի մեզ, կա տենց որոշակի կես ճիշտ, որ օրինակ ասում են անձրևը եկավ, օդը մաքրվեց կամ ձյունը եկավ, օդը մաքրվեց, բայց դա առաջնային պատճառը չի, որ օդը մաքրվում է, ուղղակի սովորաբար անձրևի ու ձյան հետ համատեղ նաև ֆրոնտա, այսինքն գալիս է մթնոլորտային ակտիվություն, տերմալ ակտիվություն, քամիներ, որոնք որ եւ մաքրում են մթնոլորտը, ու դա հիմնական մեխանիզմն է մեր մթնոլորտից ու մեր այս կաթսայից Երևանյան այդ փոշին հանելու։ Բայց ընդհանուր առմամբ պատեռնը մենք տեսնում ենք, որ գիշերային ժամերին օդի մաքրման process-ը ավելի հիմնականում ցերեկն է լինում։ Երեկոյան հատվածներ։ Երեկոյան հատվածներ։ Առավոտ երեկո։ Շատ լավ։ Այսինքն նույն, այսպես ասած, մեր ակտիվության ժամերին է մաքրման process-ը։ Ճիշտ եմ հասկանում, որ մարդկային գործոնը այդտեղ շատ չի ազդեցությունը մեծ, հենց մեր տեղական գործոնը։ Մեր տեղական գործոնը հիմնականում խնդիր է հանդիսանում պիկային օրերը, երբ որ մթնոլորտը իջել է, այսինքն մենք ունենք ինչ բերել է տարածաշրջանից ու ինչ մենք արտադրել ենք, ու փոխանակ դա փաստացիորեն դուրս մղվի քամիների կողմից, մեր մոտ սկսում է կուտակում։ Եթե այստեղ նայեք, այստեղ շատ պատկերավոր մի հատված կա 12-12-2024 Ձմռան ընթացքում մի պահ, ենթադրում եմ սա 1-2 օր է եղել, մթնոլորտը անոմալ սահմանային շերտը բարձրացրել է, որը անոմալ են առումով, որ բնորոշ չի ձմռանը նման երևույթ։ Ու միանգամից կորը, որը որ փաստացի կուտակման էր գնում, միտումը դեպի աճն էր կոտրվել է։ Այսինքն մեզ 1-2 օրը, որը որ բացվում է այդ պատուհանը մթնոլորտային, բավարար է, որ կորը կոտրվի։ Խնդիրը նրանում է, որ դրանից հետո մենք շարունակել ենք արտանետել նույն կերպ, ինչպես ամառն էինք արտանետել։ Միայն մենք, թե նաև տարածաշրջանը։ Այս պարագայում, եթե բարդ հարց է, այդ վերլուծությունն է պետք դրա համար անել, ամեն դեպքում մեր արտանետածը իր մասնաբաժինը ունի։ Շատ լավ։ Ու այս կտրվածքով, եթե մենք խոսում ենք մեխանիզմներից, որոնք որ կարող են մեղմացնել իրավիճակը, շատ է քննարկվում օրինակ կանաչ ֆոնդը, շատ է քննարկվում շինարարությունը, շինարարության վատ ազդեցությունը, շատ հաճախ բոլորդ նկատած կլինեք օրինակ սոցիալական ցանցերում հնարավոր է ինչ որ հրապարակում լինի ինդեքսը, որտեղ կրիտիկական է հրապարակում են ու սկսում են զուգորդվող տեքստ ներկայացնել, որ օրինակի համար կանաչապատումն է ավելի ինտենսիվ պետք է անել կամ շինարարությունն է կամ եւ այլն եւ այլն։ Այստեղ խնդիրը նրանում է, որ մի հիմնական պահ է բաց թողվում, երբ որ յուրաքանչյուր նման կայք ենք մտնում, որտեղ AQI-ն է, օդի որակի ինդեքսն է ներկայացվում, ես դեռ չեմ տեսել, որ Հայաստանում կամ Երևանում մասնավորապես բացի PM2.5-ից այլ պոլյուտանտ լինի հիմնական պատճառը։ PM10-ը իհարկե խնդիր է, բայց մեր հիմնական խնդիրը, որը որ բոլոր տեղերը արձանագրվում է ու գրանցվում է 2.5 միկրոնն է, ցավոք սրտի ծառերը ամենաէֆեկտիվ մեթոդը չեն այդ խնդիրները լուծելու։ Ճիշտ հասկացվեմ, ես չեմ ասում, որ կանաչապատումը օգտակար չի, կենսական է ու կարևոր է ու լուծում է խնդիրներ, որոնք պակաս կարևոր չեն։ Բայց կոնկրետ այս պարագայում, երբ որ խոսում ենք 2.5 միկրոնի մասին, հավանաբար պետք է ավելի ճիշտ խնդիրները հասցեագրել, որպեսզի ճիշտ լուծումներ ստանալ ու ակնկալիքները ամենակարևորը կառավարել։